ամառ է, քրտնարտադրությունը շատ է, մտածում եք ոչինչ, քրտնենք շատ ավելի լավ, կնիհարենք, սիրելիները, սխալվում եք, քրտնելով չեն նիհարում, քրտնքի հետ ուղղակի դուրս է գալիս օրգանիզմից ջրային մասան, որը խտացնում է ձեր արյունը, անպայման, օրգանիզմին անհրաժեշտ է 5 լիտր արյուն, և այդ 5 լիտր պակասելուց հետո կարող է խտանալ արյունը, տրոմբ առաջացնել, սիրտանոթային համակարգի խնդիր լինել և ամենակարևորը տրոմբ լինելով դա բոմբ է, կարելի ասել, ռումբ է ձեր օրգանիզմում, սիրելիներս հակառակ, հաճախակի խմեք ջուր, որպեսզի արյան շրջանառությունը լավ կատարի, ձեր գլխուղեղ, սիրտանոթային համակարգ և ամենակարևորը ասեմ, յուրաքանչյուր նիհարելու համար անպայման կիլոգրամը իջեցնելու համար պետք է կատարեք վարժություն, կասեք ոտքերը ցավում է, հոդերը ցավում է, չենք կարող, ոչինչ մի կարողացեք, նստած տեղը ունեք բարձր ճնշում, ունեք բարձր շաքար, շաքարի դեպքում էլ անգամ ճնշման, դուք կատարեք շարժումներ, շարժումները կարող է լինել տարբեր ձևի, գանդելների փոխարեն, դուք կարող եք ջրի 2 սրվակ վերցնել կամ կես լիտրանոց կամ որևիցե մի ուրիշ ջրի տարա և վերցնելով դուք ունենաք և մկանների շարժում, այլ շարժումը, նիհարելը դա է լինում, կարող եք պարկել, կարող եք նստած տեղը այտուցվում է ձեր ոտքերը ու մտածում եք ջուր չխմեք, որ չայտուցվի, այտուցվում է ոտքերի չշարժվելուց, սիրելիներս, նստած տեղը ուղղակի քայլեք, ուղղակի շարժեք, դա կարևոր է, լսեք իմ խորհուրդը, ես ձեզ վատ ոչ մի խորհուրդ չեմ տա, սիրում եմ ձեզ։